Նոր Հայաստանի կառավարական ամառանոցի կիսաբաց լուսամուտներից վերջին անգամ իր լվացքն է դուրս գցում Աննա Հակոբյանը։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Բաժանվում է Նիկոլ Փաշինյանից համատեղ 30 տարվա կյանքից հետո։ Այդ երբ էին ամուսնացած, որ էլ բաժանվել է։ Ինչի ամուսնացած էին, 4 երեխա ունեն։ Բայց իրանք շաշիցենից էին ասում, թե ինչ։ Ես բաժանվածի բաներ են։ Ռոսիկայդի բաներ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Միայն թե հայտարարել էր փետրվարի 17-ին։ Դրանից հետո, մինչ ամբողջ երկիրը կարծում էր, թե Հակոբյանն ու Փաշինյանը ավարտել են քաղաքացիական ամուսնությունը հարաբերությունները օրինականացնելով, նա Հայաստանի վարչապետի տիկնոջ անվան տակ մեկնել էր խաղաղության քայլեր իրականացրած բուդդայական վանականներին այցի։ Փաշինյանն էլ ստատուս էր գրել, թե ուրախ է, որ Աննան հազարավոր կիլոմետրեր է գտրել այդ կարևոր գործի համար։ Որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։ Մի զույգ, որը 30 տարի միասին էր, դաժան ճանապարհով են անցել, փորձություններով են անցել, մեղադրանքներով են անցել, այդ թվում նաև թալանի մեղադրանք եւ այլն, բայց հիմա իրենք բաժանվել են։ Հիմա հասարակությունը հետևելու է նրան կմիավորվեն, թե չեն միավորվի, ով ում մասին ինչ կգրի, ով ինչ մեկնաբանություն կտա։ Ոչ պաշտոնական տեղեկություններով Հայաստանի սուպերմարկետներում փոփկորնի դեֆիցիտ է։ Օնլայն ռեժիմով սերիալ են նկարում։ Ռուսաստանում օրինակ հիմա շատ են խոսում Ժիգանի եւ Աքսանա Սամոյլովայի բաժանման մասին եւ շատերը կասկած են հայտնում, արդյոք դա իսկապես իրականությանը համապատասխանում է թե չէ։ Մեր մոտ ոչ թե շոու բիզնեսի ներկայացուցիչներն, այլ քաղաքականության ներկայացուցիչներն են այս ճանապարհով գնում։ Բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանի կարիերայի ամենաբախտորոշ պահին խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ այս բաժանությունը պատահական չեն համարում վերլուծաբանները։ Իրենք հիմա այս ամեն ինչ ան, իրենք փորձում են քաղաքականությունը բառից բուն իմաստով վերածել սերիալի, որ մարդիկ զբաղվեն ոչ թե նրանով քննարկեն, թե այս կամ այն կուսակցությունը ինչ ծրագիր է առաջարկում, ինչ հարկային արտոնություններ, անվտանգային առումով ինչ լուծումներ է առաջարկում, այլ քննարկեն հետևյալը՝ պայմանականորեն փոքրիկ երեխան Աննա Հակոբյանի հետ է մնում, թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Բոլոր նվերները Աննա Հակոբյանը հեռանալուց առաջ էլ խայթում է մարդկանց, ներկայացնում իբրև բանսարկու եւ բամբասանքչի։ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստներ, տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել։ Ինձ տենց հարցեր մի տվեք էլի խնդրեմ։ Հայլուրի հարցախույզին մասնակցած 10 քաղաքացիներից 8-ը չցանկացավ գոնե մեկ բառ ասել Նիկոլ Փաշինյան Աննա Հակոբյան զույգի բաժանության հնարավոր պատճառների մասին։ Չցանկացավ քննարկման դնել, թե ինչ է բերել հետը Հակոբյանը կառավարական ամառանոց ու ինչ է տանելու այնտեղից։ Դե հիմա իրանց ընտանեկան խնդիրն է դա։ Հա ինչ անենք առաջի դեմքներն, իրանք մարդ չեն, ընտանիք չեն։ Ամեն ինչ պատահում է, կյանքը չեմ կարող մեկնաբանել, լավ որ ձեզ։ Դե հա, մի ընտանիք չկա որ բաժանություն չեղնի, բնականաբար։ Ամեն ընտանիք բաժանվում է։ Դե կարելի է Հայաստանի 90%։ Այս բան հա, ես ինքս բաժանված եմ։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն ուրիշ բան է անհանգստացնում, արդյոք ֆիկտիվ չէ ապահարզանը։ Կապրի կտնանք, բայց չեմ հավատում։ Չի հավատում փողոցը, թե քաղաքական պլան չկա այս աղմուկի տակ, քննարկվում է մի քանի առանցքային վարկած։ Աննա Հակոբյանը ինքը ընտրությունների է պատրաստվում, Աննա Հակոբյանը լքում է խորտակվող նավը, կամ էլ սոցհարցումները հուշել են, որ Աննա Հակոբյանի բացասական վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը, եւ որոշվել է ընտրություններից առաջ Փաշինյանին ազատել այդ բացասական վարկանիշի բեռից։ Նախընտրական շոուները միշտ էլ լինում են։ Շոուները հիմա հատուկ սցենարներով են լինում։ Դա ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին է վերաբերում։ Իրանք իրանցից շոու չեն հորինում։ Իրանց դրդում են այդպիսի շոու կազմակերպել։ Ճպարարություն եմ արել։ Մի խոսքով, աճպարարության նշաններ են տեսնում մարդիկ ու նյարդայնանում, որ մեծ պահքի օրերին իրենց նորից ստիպում են վատ բաներ մտածել։ Հուսահատեցրել են կամ Մարդկայնով շատ վատ է։ Համի դե ինչ այլ է շելը, դա Աննա Հակոբյանը ինչ է, դա շուտուանից պետք է լինի։
ինքը դավաճան է։ Մենք սրա մասին խոսում ենք ոչ թե որովհետև մեզ դա հաճելի է, այլ որովհետև իրենք են այս ամեն ինչը հրապարակայնացրել, հանրայնացրել։ Քաղաքագետին ակնհայտ է թվում։ Աննա Հակոբյանը պատահական չի ազգի առաջ փռել հագած վերարկուները, գրած զարդերը ու հայտարարել, թե հետը ոչ մի թանկարժեք բան չի տանում։ Ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Աննա Հակոբյանը ակնհայտ փորձում է անունը մաքրել անցյալի բծերից։ Ինչ էլ լինի, նրա քայլը ըստ քաղաքագետի լակմուսի թուղթ պետք է դառնա պետական համակարգի համար։ ասել, որ Պետական ապարատի համար, հատկապես պատժիչ համակարգի համար չափազանց կարևոր ազդակ է այն, որ Աննա Հակոբյանը հեռանում է Նիկոլ Փաշինյանից։ Վճռորոշ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի ամենամոտիկ մարդը լքում է նավը, այսպես ձևակերպենք պետական ապարատը, կրկին ասեմ, հատկապես պատժիչ համակարգը սրան շատ լուրջ պետք է հետևի։ Եթե առաջիկայում տեսնենք, որ պետական ապարատում բան չի փոխվում, Բենյամին Մաթևոսյանի կարծիքով կարող ենք ապացուցված համարել։ Բեմադրված է ապահարզանը։ Աննա Հակոբյանը իր հրաժեշտի տեսանյութում նաև ցանկություն է հայտնում շարունակել աշխատանքը «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։ Միայն թե ենթադրում է, որ իր դեմ կարող է քրեական գործ հարուցվել։ Չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի։ Հակակոռուպցիոն կոմիտեում «Իմ քայլը» հիմնադրամին առնչվող քրեական վարույթ չկա, այսօր լրատվամիջոցներին ասել է կոմիտեի ներկայացուցիչը։ Բայց քաղաքագետի կարծիքով քրեական գործի մասին խոսելիս Աննա Հակոբյանը պարզապես խոստովանություն է արել։ Արտոնյալները օրենքի առաջ հավասար չեն սովորական մահկանացուներիս պես։ Ու այստեղ նաև ինչն է, էլի ցինիզմ, ասում է, կարող է նաև քրեական գործ իմ դեմ հարուցվի։ Վարչապետի տիկնոջ կամ նախկին տիկնոջ, ով ոնց ուզում է, սա թող մեկնաբանի, կողմից հաստատվում է, որ քրեական վարույթը դա քաղաքական պայքարի ձև է, նաև անձնական վրեժխնդրություն լուծելու տարբերակ է։ Ասեն դուք եք մեղավորը, որ Նիկոլը ոչնչացնում է եւ քարը քարի վրա չի թողնում այս երկրում։ Այդ թվում բնականաբար ինքն էլ է մեղավոր, որովհետեւ առանց իր այդ ամեն ինչը անհնար կլներ։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ես ինչ ասեմ։ Մեծ սերը ուր է անհետացել հենց այն օրերին, երբ Փաշինյանն առանձնակի ինտենսիվությամբ է սրտիկներ շռայլում բոլորին։ Հրաժեշտի խոսքում Հակոբյանը զուսպ ակնարկ է արել։ Հնարավոր է Փաշինյանը ավելի շատ խոսում է սիրո մասին, քան սեր է տալիս իրականում։ Չեմ ուզում ասել սիրում եմ բոլորիդ, որովհետև իմ կարծիքով սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ, այն խնամքով։ Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով, Facebook-ում թեման փակել է Փաշինյանը, ընդունելով, որ ավելի շատ դառնություն է պատճառել զուգընկերուհուն։ Բա վերջին սերիան երբ է լինելու։ Ավելի քան վստահ եմ, որ դուք ինչ-որ նոր վատ բան եք նախապատրաստում։ Այս ամենից շատ վատ հոտ եմ առնում։ Ինչ նոր աղետ եք բերելու մեր գլխին։ Աննան էլ պրծավ քեզանից, մենք չէ։ Սա ամենատարածված արձագանքն է աղմկոտ բաժանությանը։ Ես Աստված եմ կանչում, որ շուտ է թա։ Ապահարզան է պահանջում Նիկոլ Փաշինյանից, նաև 2018-ին նրան սիրո ալիքի վրա իշխանության բերած փողոցը։ Լարա Արաքելյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։